Բարի լույս բոլորին, սիրելիներս, այսօր Վալենտինի օրն է, այդ առիթով շնորհավորում եմ բոլոր սիրահարներին, իսկ մենք էլ գնում ենք եկեղեցի, այնուհետև գնալու ենք Հյուսիսային ծով, մի փոքր այնտեղ զբոսնենք, հետո վերադառնանք տուն եւ միասին լավ ժամանակ անցկացնենք։ Դե ինչ սիրելիներս գնացինք։ Հա? Կենթանիները ուր են գնում։ Հələ դիրտերնանք դրանով կարա լավ երևա։ Հələ ֆրանայ։ Այդտեղ եկա ձի։ Չկա այդտեղ։ Այ ձյուն է եկել։ Ձեր մոտ ձյուն է գալիս։ Հա։ Էլ չէ։ Որտեվ արդեն ձմեռը պրծավ, բայց այդտեղ ձյուն կա։ Ցիգեր կային ստեղ։ Հա։ Ես չեմ տեսել ստեղ այծեր։ Հա։ Հա, այն հերվում նորձենա։ Էլի, ջուրը տեղում է, տես հետ չի գնացել, որ գնանք հասնենք ընտե կտենանք։ Ընդեղ ինչ ենք անելու։ Ցելտ, չէ, ցելտ չենք անելու։ Հենա էլի ձիեր կան ընդեղ։ Սա ինչքան շատ է։ Հա։ Հա, լուստիկ էր, ընե պապա ենք ընգալի։ Նորձենա, հա, մենք էլ ենք գնում նորձե հիմա։ Հիմա գնանք եկեղեցի, հետո գնանք նորձե։ Աստե բերգեր չկա, դավ։ Հա, Դոշլանդում կա, բայց նորդում չկա Դոշլանդի, մենք ստե բերգեր չունենք։ Ձմեր պապին է։ Հայս բուջուր է։ Հա։ Լեպը քուշենդա։ Էնի բերգեր չի, դա ծառեր ա ուղակի։ Հենց հիմա մենք այդտեղով ենք գնալու, տենում ես այն ավտոները։ Այն ավտոների մոտով գնալու ենք հեսա։ Ու սար մենակ։ Դրա համար ծտերը այնտեղ էին հավաքվել, սառած աստեղ։ Տեսար։ Հա։ Լիճը սառել է։ Հա, հավեք մե տաքսը Ինչ ունեն։ Ջան։ Նայ ծովն էլ է սառել։ Նայ ձյունը Դավիթ ինձ սիրուն է։ Վաու։ Այ կողքն է։ Այ քո կողքն էլ է տենց ձյուն, հա։ Սիրուն է, չէ՞ դա։ Չկա Դավիթ ֆուտբոլը։ Հավաքել են։ Դավիթն էլ ուրախացած գալիս էր, որ ֆուտբոլ խաղա։ Բա, հավաքել են։ Տեսան ուշ ես գալիս, ֆուտբոլը հավաքեցին։ Ասին Դավիթը չի գալիս էլ։ Դրանք ստեղի ձնծաղիկները չի դուրս եկեն, վաղ միշտ ստեղ, հա դուրս է եկել, առաջինը ստեղինն է դուրս գալի, այս տարի ձյան պատճառով ձնծաղիկները ուշացել են մեր մոտի, այ ես են, ինձ սիրուն են, պես կոկում են, որտև ցուրտ է, հիմա էլ Քանի որ այսօր շաբաթ է, Սուրբ Վալենտինի օրն է, մի հատ էլ այսօր եկել ենք եկեղեցի, կգնանք ծովի ափին փոքրել, ընդեղ ման կգանք ու կգնանք տուն։ Երեխեքը սարքած կրնեն այս մոմերը, իդան է սարքել են։ Չավես մոմեր են սարքել։ Հա ոչինչ, դու գցի Դավիթ թողարել։ Ես մոտու բայց վարը։
Ես միշտ եմ տենց անում, հա։ Դվար։ Ուրեմն ամուսնուս ծննդյան օրը եկել էինք այստեղ եկեղեցի ու ստեղ գայանջիկը գրել էր իմ պապայի ծննդյան օրն է այսօր ալես գութե շնորհավորել էր ու ամիսամսաթիվներ գրել հետո մեզանից հետո մարդիկ են եկել գրել է իմ պապայի ծնունդն էլ է այսօր ինքն էլ է գրել ալես գութե ու ծննդյան ամիսամսաթիվն է գրել դրանից հետո ուրիշ մեկն է եկել ձեռագրերի տարբերությունն եմ ասում գրել է այսօր իմ տատիկի ծննդյան օրն էլ է ու 3 օր առաջ եղա ասում իմ տատիկի ծննդյան օրն էլ է ու այդպես էլի իրար հետևից այսպես գրել են հետաքրքիր այստեղ գիրք է որ մարդիկ գալիս են ավեշուտ օրագիր ասեմ տետր ասեմ չգիտեմ մարդիկ գալիս են ու այստեղ իրենց բանաստեղծություն են գրում աստծո վերաբերյալ կամ իրենց մասին ամեն անգամ մենք էլ ենք այստեղ մի բան գրառում ենք անում կամ շնորհակալություն են հայտնում աստծուն ծննդյան օր ինչ որ մի բան գրում են մենք ամեն անգամ գրում ենք ու գայանջիկը այսօր նայեց տեսավ իր գրածի տակ այսպես գրել էին հետաքրքիր էր դե լավ գնացի մերոնք դուրս են եկել արդեն հիմա գնում ենք արդեն ծով այս եկեղեցին մեր քաղաքից բավականին հեռու է մոտ 20 կիլոմետր հեռու է ծովին մոտ է դրա համար ենք միշտ գալիս ստեղ հետո ստեղից գնում ենք ու ավելի հանգիստ է քաղաքից հեռու մեր քաղաքի եկեղեցին աղմկոտ է ավելի որտեվ ինքը հենց քաղաքի կենտրոնում է ու քաղաքում երբ որ առևտուրներ ա լինում կամ տոն ա լինում այդ եկեղեցի գնալը մի քիչ աղմկոտ ա լինում դրա համար մենք նախընտրում ենք այս եկեղեցին շատ լավն է նայ ծովը ոնց է սառը ջուրը խոբեններն էլ չկան ստեղ գնում ենք ծովը քուր տակն են չէ գնանք ծովի ափը էսի ծովից է գալիս այս ջուրը խոբեններն էլ հետը գալիս են բույցը ոնց է սառը Ղոբենը փոկերն են, ստեղ փոկեր կան, մեկ-մեկ փոկերը գալիս են ծովից, անցնում են ստեղ, ու սենց գալիս ենք, նկարում ենք, նայում ենք, մեր բախտից այս պահին չկան, մտածում էինք կլինեն, կգանք, լավ, հիմա բարձրանանք ծով, ծովը այս բլուրից այն կոմ է գտնվում, հիմա գնում ենք բարձրանանք դեպի ծով Էլեն մի հատ լավ էս նայենք նոր գնանք ծովը հələ ոնց է սառել ջուրը Շատ սիրուն էր, չէ, չարժեր են ծովը գնալ բայց հիմա բարձրանանք այս կողմը տենանք ստեղ ինչ կա Հələ տենամ ինչ Սառած է, չէ, բաստե փոք ոնց կգար ես սառած տեղը, հələ ոնց է սառել, Ուժախ բան է պետք ջարդում այսը, հա, բայց այսը, հա, չի ջարդվի, դա շատ խորը սառել է, հիմա գնանք ես այն կոմը նայենք, Ջարդվի, ընդ մի քիչ հեռու գցի, Սա չի ջարդվի, հələ գցի, ուդար արա ջարդվի, Օ, ջարդվի, Իգոն լավ է տեղն Նոր կոշիկ, ակեր մի թայ չկա ծովից գտած զիբիլներն է աղբնա, Մեր սպորտի դասին ենք որդագործում Այսև մեր ծովի ափն է, հեսա այն կոմի վրա է ավելի էլի խորանում Հեյնա, նայ գնում է, սատկել այս ծուկը, ֆիշա, նայ, հենա, տես, նայ, հեսա, մոտիկ տեղ, մոտիկ, նայ, տեսար ինչ, սատկել է, հա,
Մերելա ասմածուկը հենա։ Հրես բադիկինից սիրունա։ Վայ, մտավ ջրի տակ։ Հələ ոնց է ծովը սարել։ Դավ տենում ես, հիշուսիսային ծովնա նորդ զենա սարելա, ասես բան տեսել էիր։ Չէ։ Կուզես քեզ մի հատ նկարեմ, ստե քարերը Այսի է։ եկելա քարերին խփելա ու սարելա, քարերին էլ հետնա սարել։ Ինչը։ Ջուրը ծովը սարելա։ Այն մեջտեղի այն հատվածը կա, այդքան շատ սարած չի։ Ստեղ սարելա։ Կամանց Դավ ջան։ Դավիթ են մեզ իշ ցուրտ է, օй։ Ինքան ցուրտ է, որ այսինց ծովում չի կարա Դավիթը լողանա, սառուց է, ինքը եկել էր, որ ծովում լողանար, չէ Դավ։ Հələ նա ինձ սիրուն է։ Նա ես կոմը ջուրը շարժվում է, գալիս է, հալված է, սառած չի։ Էր մեր տղերքը։ Հիմա մի հատ իշնեմ, ես գուշ ուզում եմ գնամ այս խխունջների մոտ։ Հա, հես են, բայց ցեխի մեջ են ամբողջ, այս ինձ դուրս եկածները խխունջներ են։ Փակ է մեջ, հեսա հանը մի հատը ցույց կտամ։ Այս ինձ սուր դուրս է եկե։ Սակայն ինչ չկա։ Եկան գնացեք։ Իսկ եթե մենք այսպես ճղենք նայենք, Հեսա կվերցնեմ գնայինք։ Կայ շատ էր։ Հրստեղ։ Այսինքն ամբողջ ծովի եզրերով այս խխունջներն էին։ Կանչում են, սաղ գնացել են, արդեն հին հասել են որտեղ։ Ես հələ ստեղ եմ։ Եկ Այլեն ջան, մի հատ ոտերս մաքրեմ այս ձնի մեջ։ Սաղ ցեխ եմ եղել էլի, որ հետո ավտոն նստենք։ Հավեսեր։ Ժողովուրդ ջան, մենք արդեն տանն ենք, իսկ ես արագ սեղան եմ պատրաստում, որովհետև բավականին քաղցած ենք։ Ի ուրախություն ինձ ամեն բան նախապես պատրաստել էի, սառցախցիկում պատրաստի քաբաբները կար, նրբաբլիթները կար, հիմա մնում է միայն դրանք արագ աերոգրիլով պատրաստենք։ Քաբաբների պատրաստման ձևը խոստացել եմ, մի օր անպայման ցույց կտամ, կնկարեմ։ Այսպես պատրաստում ենք, այնուհետև քաբաբների տեսք ենք տալիս ու դնում սառցախցիկում, հենց այդպես սառում է։ Շատ հարմար է, երբ որ տունը անսպասելի հյուր են լինում կամ այսպես մենք տանը չենք լինում ու գալիս ենք տուն ու արագ ուտելու բան պետք է պատրաստենք, քաբաբները շատ արագ այսպես այս աերոգրիլի մեջ պատրաստում եմ։ Իդեպ նշեմ, շատ ավելի համեղ է լինում, քան կրակի վրա։ Այդպես սիրելիներս, այստեղ էլ պատրաստում եմ նրբաբլիթները, նաև այդ ընթացքում պատրաստում եմ ծովախեցգետինները, իսկ աղցաններից պատրաստում եմ ցեզար աղցան, որովհետև ցեզար աղցանը շատ արագ պատրաստվող աղցան է։ Դե ինչ սիրելիներս, գնացինք միասին արագ սեղանը պատրաստելու։ Քաբաբներից հետո այստեղ արդեն խոզի միսն եմ խորովածանում, ցավոք սրտի սրա մեջ շատ քիչ է տեղավորվում, այսինքն ամեն մի ամանի մեջ 2 հատ է տեղավորվում, ընդհանուր 4 հատ է եփվում, բայց ոչինչ արագ է լինում ու այդ ընթացքում տակ եմ մատուցում։ Հիմա այս 4-ն էլ դնեմ, միացնեմ ու գնամ միանամ մերոնց։ Ընտրելուց հետո սուրճի ժամն է, այստեղ միրգ եմ կտրել, սուրճ եմ պատրաստել, գնանք մի փոքր էլ սուրճի սեղանի շուրջ նստենք, զրուցենք, որ
Որովհետև վաղը քույրիկենքս արդեն պետքա գնան իրենց տուն, արդեն կիրակ է, երկուշաբթի աշխատանքի են, երեխաները դասի են, ճիշտ է ժամանակը շատ կարճ էր, բայց կարևորը իրար հանդիպեցինք, տեսանք, զրուցեցինք, կարոտները սառանք, ինչևէ սիրելիներս, այստեղ արդեն օր ա փոխվել, առավոտ շուտ է, արդեն նախաճաշել ենք, հիմա նորից սուրճ ենք խմում, որպեսզի քույրիկենցս ճանապարհենք իրենց տուն։ Դե ինչ սիրելիներս, այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, իսկ մենք կհանդիպենք հաջորդ անգամ նոր ու հետաքրքիր տեսանյութով։